Տիկին նախարար, շնորհակալություն եմ հայտնում նախաձեռնության համար, որովհետև իսկապես սպասված է նախագիծը եւ կարեւոր է, որ դրսում ձեռք բերված գիտելիքը ծառայեցվի Հայաստանի Հանրապետությանը եւ շատ տեխնիկական մի հարց պիտի տամ, որովհետև երբ որ խոսում ենք աշխատել Հայաստանում Հայաստանի համար, մենք պատկերացնում ենք ֆիզիկական ներկայություն։ Այս նախագծով մենք հետապնդում ենք նպատակ իրենց հետ բերել Հայաստանի Հանրապետություն, թե իրենց գիտելիքը ծառայեցնել Հայաստանի Հանրապետությունում, ինչու եմ ասում, որովհետև օրենսդրական մեր փոփոխությունների արդյունքում ըստ էության կա հնարավորություն նաև հեռավար աշխատելու, ուրեմն եթե աշխատանքի բնույթը դա թույլ է տալիս, ինչը նշանակում է, որ անձը նաև կարող է չվերադառնալ Հայաստանի Հանրապետություն, ինչը որևէ կերպ օրենքի խախտում չէ, բայց եթե հարմար կգտնեք, նաև գուցե օրենսդրական կարգավորումով անդրադառնաք օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատելով Հայաստանի Հանրապետությունում, ինչը նշանակում է, որ մենք նաև կդիտարկենք հեռավար աշխատանքի հնարավորությունը եւ ֆիզիկապես ներկա գտնվելը չենք փաստում, եթե դա չէ մեր նպատակը։ Շնորհակալ եմ զուտ ճշգրտման համար հարցադրում էր։